Դուք իմացել եք, որ 2 ամսով կալանավորվել է Սուրբ Աննա եկեղեցու բակում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա երիտասարդը։ Այո, տեղյակ եմ։ Ձեր կարծիքով այդ կալանավորման որոշումն արդարացված է։ Ինձ կարծիքով իհարկե այո։ Իհարկե ոչ։ Ոչ միանշանակ։ Անկարգություն արել, կալանավորել։ Երիտասարդին պետք չի կալանավորել։ 2 ամիս կալանքը դա արդարացված չի։ Ընդհանրապես ոչ մեկ իրավունք չունի պետության ղեկավարի վրա ձեռք բարձրացնելու։ Ճիշտ է։ Երիտասարդը թե մեծահասակը նշանակություն չունի։ Այդ հրեշը եկել է իր նկարագիրը ոչ մի ձևով չի փոխում։ Դա տենց էլ շարունակելու է։ Ամբողջ ծերունդին պետք է վերջ տա, նոր հանգստանա։ Եթե պղծում ենք արդեն հոգևոր կյանքը մեր, էլ մենք ում ենք պետք։ Դա խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանը չի սազում մեր ժողովրդին։ Նա այն մարդը չի, որ պետք է մաքրի եկեղեցին։ Նա իրան թող մաքրի եւ իր շրջապատը թող մաքրի։ Ինչ են արել մարդը։ Մի բան դուները չեք այդ համար կալանավորում են, մի ամեն ինչ համար կալանավորում են, դա չէ։ Թիկնապահը իհարկե ճիշտ չի։ Կարելի ավելի մեղմ ձևով կամ բռնել ձեռքերը բռնել, ոչ թե հարվածել, այն բռնել։ Նա լավ ռոճիկ ունի։ Նա ռոճիկի համար է անում, որ չկորցնի ռոճիկը, որ տեսնի տերը, թե ոնց է քաշքշում կամ խփում։ Դա իր մասնագիտությունն է։ Ուրեմն մի բան արել է, չէ՞, որ է թիկնապանել բանը։ Նրանք հարցակվեցին, սա հարցակվեցին Նիկոլի վրա։ Շատ ցավալի է երեխայի համար, ծնու բոլորիս համար։ Բոլորիս համար։ Նիկոլ Փաշինյան հեռացի Հայաստանից, թույլ տուր այս երիտասարդները ոտքի կանեն։ Մենք էլ իմանանք, որ մեր երկիրը գնում է երեխաներին, թոռներին հետ բերենք, փախել են քեզնից ու քո նմաններից։